Բարև ձեզ, այսօր ձեր հետ են հետազոտական վարժարանի 12-րդ դասարանցին, նույն իրանք շրջանավարտները, Գոհար Բարսեղյան, Աշոտ Զոզանյան, Դավիթ Մուրադյան։ Այսօր մենք ներկայացնելու ենք մեր շուրջ տարյալ նախագիծը, մեր հայոց լեզվի և գրականության դասավանդող Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ և աջակցությամբ։ Մենք կատարել ենք մի շատ հրաշալի նախագիծ, որի նպատակն է եղել բացահայտել մեր հայ արդի և նոր գրականության թաքնված կողմը, հասկանալու համար, թե ինչպես են ավանդական մոտեցումներն ու մտածելակերպերը որոշակիորեն շեղում մեզ իրական պատկերից կամ թույլ չեն տալիս մեզ իրական պատկեր դիտարկել։ Մենք կարդացել ենք տարբեր ստեղծագործություններ, տարբեր հեղինակների, փորձել ենք ինքնուրույն վերլուծել ու հետաքրքրին այն է, որ շատերս ընթերցել ենք նույն հեղինակի, նույն ստեղծագործությունը տարբեր տարիների ընթացքում եւ փորձել ենք հասկանալ, թե մեզ մոտ ինչպիսի տարբերություններ, ինչպիսի նմանություններ են եղել մտածելակերպի մեջ, ու փորձել ենք հասկանալ, թե 3 տարվա, 2 տարվա կտրվածքով ինչ փոփոխություն է ապրել մեր վերլուծական միտքը։ Դասերը ընթացել են շատ հետաքրքիր, զվարճալի ֆորմատով, շատ դեպքերում նաեւ բանավեճերով ու կռիվներով։ Մեր դասարանը փորձել է մեկտեղել մի կողմից ստեղծագործականությունը, մյուս կողմից էլ քննադատական մտածողությունը, ու կարծում ենք, որ իրոք որ հաջողել ենք այս հարցում, ինքեր Մարգարիտն էլ մեզ լավ աջակցել, օգնել է։ Իմ ընկերները ավելի մանրամասն կներկայացնեն այդ ընթացքը։ Շնորհակալություն։ Որպես արդեն մասնագիտացված ուղղությամբ կողմնորոշված մարդ, ես իմ հետաքրքրությունները կապված իրավագիտության, իրավագիտակցության հետ առաջին հերթին, օրինակ ուսումնասիրել եմ հենց Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որպեսզի իմ հետաքրքրությունները ավելի խորացնեմ, ավելի բավարար դարձնեմ, ու կարող եմ ասել, որ այդ ստեղծագործությունը այդ ժամանակների համար առնվազն հայ գրողների, հայ իրավաբանների համար կարելի ասել հենց այբենարան է եղել, ու հենց այդ տրամաբանությամբ էլ ես ավելի հետաքրքրվեցի, թե ինչ դեր է խաղում հասարակությունը մարդու վարքի կամ կյանքի վրա, կամ հենց այս կամ այն կոնկրետ անձի կյանքի դասավորման կամ ինչ-որ ձախողումների վրա, ու ցավոք սրտի հասկացա, որ կոնկրետ անձի վրա հասարակությունը ավելի շատ բացասական դեր է խաղում, քան դրական, եւ դրա համար էլ ես ընթերցել եմ այդ նույն տրամաբանությամբ Աքսել Բակունցի Միրհավը եւ Խոնար աղջիկը, ու երկու դեպքում էլ հասարակությունը այնպես արեց, որ կյանքեր դժբախտացան, ու ինչը ավելի շատ մտածելու տեղիք տվեց։ Կարող եմ ասել, որ այսօր ճիշտ է հասարակությունը հնարավոր է այս իրավիճակներին այլ կերպ նայեր, այլ դրսևորում ունենար, սակայն հենց հայ հասարակության մեջ նրանք շատ կարևոր դեր են խաղում կյանքում կարևոր որոշումներ կայացնելու համար, ու չնայած նրան, որ ճիշտ է շատ վատ դեր է խաղում, սակայն ես կարող եմ ասել, որ հասարակության կարծիքը իհարկե կարևոր է, սակայն եթե նժարի վրա ենք մենք չափում, իհարկե ավելի կարևոր պետք է լինի անձնական կյանքը, անձնական երջանկությունը, եւ կարող եմ նաեւ ասել, որ իհարկե պետք չէ մոռանալ ազգային արժեքների մասին, ու իհարկե անձնական երջանկության կամ ընտանեկան երջանկության համար շատ կարևոր է պահպանել մեր ազգային արժեքները, որոնք մեզ հասել են մեր պապերից, ու մենք պետք է փոխանցենք մեր զավակներին, լինելով մարդ, մնալով հայ ու փորձելով լինել երջանիկ։ Ուրեմն ես պատմավեպերով պատմությամբ հետաքրքրված մարդ, ընթերցել եմ Գևորգ Մարզպետունի վեպը, ես էլ իմ էությամբ պահպանողական մարդ եմ, ու ավանդությունները դասերի ընթացքում ես ու դասարանը իրար հետ բանավիճում ենք, իսկ ես դասարանի դեմ, որովհետև դասարանը ազատական կողմնակից է, ես պահպանողական մարդ եմ, ու Գևորգ Մարզպետունին էլ ընթերցել եմ, որ հասկանամ հին ժամանակներում ինչ դեր ունեին մեր հերոսները, ու ներկա պահին հասկացել եմ ինչ դեր կունենային ներկայումս մեր հերոսները։ Մեր դասարանական քննարկումները հաստատ ավելի ուրախ չէին անցնի, եթե Զոզանյան Աշոտը դասերի ընթացքում սովորական քննարկումները չվերածեր բանավեճի ու հանկարծ չհելներ ոտքի ու ասեր ես դեմ եմ այս մտքին, կարծեմ հենց այդ է, որ ավելի ուրախացրել է, ավելի հետաքրքիր է դարձրել մեր բոլոր քննարկումները։ Ընդհանրապես
մեզ համար էլ հետաքրքիր հետևել, թե ինչպես են տարբեր սերերի ներկայացուցիչները մի հարցին մոտեն, նույն օրինակ Լիլիթը, որը Աշոտի սիրած ստեղծագործություններից մեկն է, ոնց ենք փորձել դասի ընթացքում վերլուծել ու լսել ենք թե աղջիկներին, թե տղաներին։ Իհարկե հիմնվելով իրենց մտածելակերպի վրա այդ տարբեր մարդիկ տարբեր ձև են արձագանքել, մեկը շեշտադրել է իհարկե իր կողմի շահերը, մյուսն է պաշտպանել։ Աշոտը երևի ավելի մանրամասն կպատմի, թե մենք ինչ ենք արել դասերի ընթացքում, օգնեց Լիլիթի քննարկման դեպքում։ Այ քեզ օրինակ որպես ստեղծագործություններով հետաքրքրված ու հենց պահպանողական արժեքներ գնահատող մարդ, ի՞նչն ես դու այդ բանում գնահատում, ու որ քեզ դեմ են գալիս, ինչ ես զգում այդ պահին։ Նախ իմ գլխավոր նպատակը այս քննարկումների հենց ինձ դեմ գնալն է, որ քննարկումները ավելի հետաքրքիր դառնա, հա որ դեմ են գնում, հասկանում եմ, որ մեր սերունդի վիճակը լավ չի։ Շատ լավ։ Այո, բան է։ Բանը դա հարցն է։ Մոռացա հարցը։ Տես, քննարկում ենք ունենում, ասենք ընկեր Մարգարիտը ներկայացրեց թեման, մենք որոշեցինք, որ ինչ որ բաներ պիտի մեջից քաղենք։ Օրինակ մեր դասարանցից մեկը ասում է, որ ես Լիլիթին գերադասում եմ ու հասկանում, որ ինքը ավելի ճիշտ է գտնվել այս բանին, քան ասենք Ադամը։ Դու որ այդ բանին Ադամի են կուր պաշտպանն ես, որ ասում ես Ադամից այն կողմ չկա։ Ինչ ես անում այդ բանին, ոնց ես փորձում քո դիրքը պաշտպանես։ Նախ, եթե ուղիղ վերաբերվենք Լիլիթին, Լիլիթը ընթերցողները իմ հետ ինձ թվում է համաձայն կլինենք, հանձի մենք քրիստոնյա ազգ ենք, մեր առաջին քրիստոնյա ազգն ենք, ու Լիլիթը կոպիտ ասած դեմ է գնում ծոր քրիստոնեությանը Աստծուն, ու ես այդ առումով եմ Լիլիթին դեմ, ոչ թե Ադամի թևն եմ բռնել, Լիլիթին դեմ եմ ես։ Հասկանալի է։ Բրծանք ես կանում։ Գրական ինձ չի էլի։ Ժամանակակից մարդու ու ավանդական մարդու կերպար ու բանը վեճերը։ Ես գիտեմ ինչքան գնաց։ Ուրեմն միացած է, հա, իր ժամանակերում դեռ տարբեր մարդ է, մարդ կլիներ ու նույնպես զրոյց էլի, ինքը բան ամեն։ Խոսվում ես բարերս եմ։ Այդ գրական չեմ կարող ես խոսամ։ Իգական սերրակը գնամ